Անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում կկատարվի։ Առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավել տարի դասակարգված է անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ։ Այս պահին 9630 դիմումից բավարարվել են 3594-ը։ Փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա ծրագրի 2968 շահառու։ Մարդը, ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Դիմաց շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն նրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետեւաբար կարծում եմ լավ ցուցանիշ ունենք։ Շատ լավ նորություն է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի dual effect, այն է, բանկերն էլ դրանից եկամուտ են ստանում։ Կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև ըստ էության բանկերը պիտի հիմա զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախորդներին, ասեն համեցեք ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն։ Նախագիծն ընդունվեց, Տաթևիկ Ստեփանյանն այս անգամ էլ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-ից 28 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 6 հիմնական գերակայություն, որոնցից նոր է 6-րդը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար այս փուլում եւ գենդեր արձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Վարչապետն արձագանքեց, քանի որ այսօր եւ բավականին երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, կարևոր է, որ նրանց ներուժը լիարժեք օգտագործվի։ Որպես օրինակ Փաշինյանը նշեց ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության թիվը, արձանագրելով, որ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունը աշխարհի առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը կանանց ներգրավվածության առումով։ Վարչապետի համոզմամբ մեր հանրության շրջանում կա անկալում, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Փաշինյանի խոսքով այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը։ Վարչապետի կարծիքով հանրությունը կենտրոնացած է կանանց հետ կապված գենդերային խտրականության խնդիրների վրա, բայց ըստ նրա տղաների նկատմամբ եւս կան բռնության դրսևորումներ։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Տանը հյուրեր են հավաքվում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկը արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է։ Պետք է կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բան է, կասեն էս ինչի ասենց։ Հաջորդ որոշմամբ էլ ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորի համար հետեւյալ սահմանաչափով. Գյումրի Շիրակ օդանավականի համար 1 ուղևորի հաշվարկով 15000 դրամ եւ Երևանի Զվարթնոց օդանավականի համար 20000 դրամ։
Պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Վերջերս մենք երբ որ այցելեցինք Գյումրի օդանավակայան, տեսանք, որ այնտեղ նաև ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Նաև ուզում եմ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում, որ այս տարի Հյուս Սարաֆի մի ճյուղը, մի շերտը միջև Գյումրի պլանավորում ենք, որ պատրաստ լինի, հույս ունեմ, որ կիրականացվի։ Վարչապետը հավելեց, Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։